Ամենօրյա շփում ժողովրդի հետ, բաց ու անկեղծ զրույց բոլոր խնդիրների մասին։ Գագիկ Ծառուկյանը Շիրակի մարզում է։ Հանրապետության հյուսիսում ԲՀԿ նախագահի առաջին կանգառը Սառնախբյուրն է։ 44-օրյա պատերազմի ժամանակ Սառնախբյուրը 11 զոհ է ունեցել։ Անմահ հերոսների հուշահամալիրը գյուղի մուտքի մոտ է։ Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հայրենիքի պաշտպանության համար անմահացած քաջորդիների հուշակոթողին հարգանքի տուրք մատուցում։ Գյուղում մեծ աշխուժություն ու իրարանցում է։ Գագիկ Ծառուկյանին սառնախբյուրցիները կենտրոնում են սպասում, չնայած ցուրտ եղանակին մթնոլորտը ջերմ է։ Քեզանից հատուկ շնորհակալություն եմ հայտնում, որ մեր Հիսուս Քրիստոսի արձանը կառուցում ես։ Ինձանից կփոխանցես մայրիկիդ, կասես խոնարհվում եմ իր առաջ։ Առանց խոնարհվելու։ Գրիգոր լուսավորիչում եկեղեցու միշտ իր տեղը ու քո տեղը ունեն վառում։ Ոցավտանը։ Բարով եկեք մեր գլխի վրան տեղ ունիք։ ԲՀԿ նախագահը շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար, ընդգծում Հիսուս Քրիստոսի արձանը լինելու է վերածնվող Հայաստանի խորհրդանիշը։ Կարակ զանգեք, գաք, ուղեկցենք, մի քար էլ դուք դնեք, որ ձեր թորներին էլ ասեք, դուք եք մասնակից։ Ու իրոք հավասարը չկա, որ գաք տեսնեք, կզգաք։ Ինք իրեն կառուցվում է։ Մենք այսօր հզոր պատմություն ենք, 132 կաթողիկոս ունենք։ Բոլորը թանգարանում լինելու է։ Դա հզորություն է, դա պատմություն է, որ իմաստ կարող աշխարհում եք խոսի, ասի։ Սառնախբյուրցիները բազմաթիվ խնդիրներից են խոսում։ Գագիկ Ծառուկյանի հետ համամիտ են։ Կարևոր ոլորտները պետք է պրոֆեսիոնալներ ղեկավարեն։ Շատ մարդիկ համակիրներ ոչ թե միայն Բարգավաճ Հայաստանից ցանկանում են, ասում են ինձ պաշտոն պետք չի, ես եկել եմ ինձ համար կարևորը ոչ թե պաշտոնն, այլ պետությունն է, շատ ու շատ խելացի մարդիկ, փորձառու մարդիկ, բանիմաց մարդիկ, որոնք արդյունք են ցույց տվել, համախմբվել են մեր կողքով։ Ասում են մենք պատրաստ ենք։ Գերատեսչությունները պետքա մասնագետները ղեկավարեն։ Այ ամենացավալի Իմ սաղիվ սրտից ես խոսում։ Ես ասեմ, տեսօր նախարարի նշանակում, որ 50 տարի ոչ մի բան չի արել։ Փորձ չունի։ Առաջ ոնց էր կոմունիստների ժամանակ։ Ավարտելուց հետո պետք է գնար աշխատել կոմսոմոլ, հրանգիչի օգնական, վարչապետի օգնական, նախարարի օգնական, վարչապետ, պետից հետո նոր կլներ փոխնախարար, նոր փոխնախարարից հետո կլներ մինիստր։ Ես հասարակ աշխատող տղա եմ շինարար։ Այն մյուսը ուսուցիչ է։ Եթե ես դասավանդեմ ուսուցիչը շինարարություն, այնա, որակ չի եղնելու։ Ապրե, պապս ասում էր, հացը պետք է հաստուխին տաս եղբայր, որ կարգին հաս տղի։ Ամեն տարի դասագիրք են հրատարակում ու ահա որ է։ Այնպես պատահական մարդիկ են գրում գրքերը։ Նայում ես, երևում է էլի, ես որպես մասնագետ զգում եմ։ Գյուղի բնակիչներից Վիրաբը բարձրաձայնում է անբարեկարգ ճանապարհների հարցը։ Մեր գյուղի ճանապարհներն անմխիթար վիճակում են։ Գյուղի մեջին են, այնտեղ 700 մետր անմխիթար վիճակում է ճամփիկն։ Պլանավորած աշխատանք է պետք։ Այսօր կառավարություն Անում են, նամա չէ որ իրանք չեն անում, ԿՊՆ-ն անում են, լավ էլ անում են, լավ էլ աշխատում են։ Դա իմ քպեական աղբեր, խոցավտան։ ԿՊՆ-ն էս, ԿՊՆ-ն։ Այ ես դե ու ճակատից գնացա, ես ոչ եմ վիրավորում։ Չէ՞ բա դու ինձ դասես դա ջամբիկ։ Բա արդեն տան, ԿՊՆ-ն սկսես էսի ենենք, դարս եմ տալիս քեզի։ Դեր ճանապարհները չեն քպեական աղբեր։ 8 տարի անցել է ցավտ տանը։ Որ ձեր ասածն է կարել։ Խնդրում եմ պատասխանել։ Որը մեկ ասա, մեկ մի խանգարեք։ Մի բան, Հա ճանապարհներ։ Ուրա, ճամփեր, բա դու չեն ասում։ Մի խանգարեք։ Եղբայր ջան, հիշում ես որ ասում էիք Արցախը Հայաստանա ու վերջ, ասել եք։ Ասել եք, որ մի սանտիմ չենք տալու, ասել եք, չէ։ Դուք չեք ասում, ախպեր, որ ասում են ժողովրդի տոժակը քիչ է, չի կարողանում մի սառնի, ասում եք թող խոտ ուտեն, ասել եք։ Ինձ մի խոսքրա եղբայր, ձեզ են կտրել, չեք կարող փոխեք գնացեք։ Ով կարանի դա գանի։ Սառնախբյուրում ակտիվ հետևում են երկրի ներքաղաքական կյանքին, վարչապետի նախընտրած թեկնածու ունեն։ Մեր վարչապետի թեկնածուն ով է։ Մեր վարչապետի թեկնածուն ես ասել եմ արդեն 4-ն են։ Ժողովուրդն էլ կիմանա նկարներով, ապրածով, արածով իր գործնեությամբ։ Ձեզ եմ ուզում։ Եղբայր ջան, ինձ եմ ուզում։ Ես ասեք թե այսօր գիտեք մեր քպեական ու ախպերը գնաց, որ արի, եթե ես ասեմ ես եմ, տես պետք է ասեն լսեք ժողովուրդ, Ծառուկյան ուզում է վարչապետ դառնա, կապ չունի ախպերս, ՔՊ-ա, Բարգավաճա, Դաշնակա, մենք մի ազգ ենք, ով կարանի նա պետք անի, այդ թշնամանքը պետք է վերանա, հավատա ինձ,
Այդ որ թշնամանք եղավ, ամեն մեկը միան ձգեց, ոչ մի հաջողություն չի լինի։ Դու ես ուժեղը, ներկայացեք ով է կարում անի, իրա կողքը կանեն կանենք։ Գյուղի բնակիչները Գագիկ Ծառուկյանին սիրում են, վստահում։ Դրա հիմքում տասնամյակների գործունեությունն է, նվիրումը հայրենիքին։ Դուք միշտ ժողովրդի թիկունքին, միշտ կողքին կանգնած եք եղել ու ասեմ ձեզ, որ նաև կրթություն ու գիտություն եք հովանավորել, շնորհակալություն ձեզ ու այդ վստահությունը պատահական չի, որովհետև այսպես կարմիր գծով գնում է, էլի բոլոր ժամանակներում ձեզ ժողովուրդը հարազատի նման է ընդունում։ Արել եմ, դες ոլորտ չկա որ առաջ չելեմ 4000-5000 ուսանողի տարեկան ուսման վճարե, արվեստ մշակույթ կրթություն Անվճար տանում բերում էին։ Անվճար բոլորով ասելա ավտոբուսները տրվել են, որ գնան գան, ցանկացել են պիտալինն եմ, ու ամենակարևորը այսօր որ տարածք մտնում եմ, արած բան ունեմ։ Անմիջական զրույցին միանում են նաև երեխաները, նրանք եւս հարցեր ունեն ԲՀԿ ղեկավարին։ Պարոն Ծառուկյան, սկան երեխա կա, որ կարուսելով գուզեն խաղան զբաղվի, նու չունին կարուսել։ Ուրա մեր կպնուրա, լսի։ Ուրա կարուսելն է։ Սարկը մեջ։ Նայ շուտ սարկը, եթե չէ ունի։ Հետ էլ որ չսարկին պետք է տասնեց։ Սառնախպյուրցիները պատվավոր հյուրին հրավիրում են գյուղի ուխտատեղի։ Գրիգոր Լուսավորչի անունը կրող սրբավայրը ժայռերի մեջ է։ Ճանապարհին Գագիկ Ծառուկյանին սերնդեսերունդ փոխանցված ավանդազրույցներ պատմում։ Ասում են սրբավայրի պատերից հոսող ջուրը հրաշքներ է գործում։ Սուրբ ջուր է։ Գյուղի բնակիչները ԲՀԿ ղեկավարին հրաժեշտ են տալիս հույսով, որ հաջորդ հանդիպումը չի ուշանա։ Շատ հաճելի։ Փոխադարձ հասկացող մասեր որպես հայկին, հայ մայր, գրագետ պատասխան շատ տպավորված եմ։ Գնացի ստեյցիոն շնորհակալություն։ Շնորհակալ որ մեր հարկե եկել եք։ Եկել եմ, ձեզ գնահատում եմ, լավ եղեք, լավ առիթներով հանդիպենք։ Ձեզ, պարոն Ծառուկյան, շատ ուրախ ենք որ եկել եք։ Իմ բարեկամ։ Հաջորդ հանդիպումը Մեղրաշեն գյուղում է։ Գագիկ Ծառուկյանին ավանդական աղու հացով են դիմավորում, աղավլիներ բաց թողնում երկինք։ Եկել եմ ստեղ հատուկ ձեր հետ հանդիպելու, ձեզ լսելու, ձեր հարցերին պատասխանելու։ Բոլոր տեղերը ինչ որ կա տեղյակ են, բոլոր հետ խոսել ենք։ Իմ ցանկությունն է որ ոչ թե մեծ հավաք լինի, որ մի 3 նախադասություն ասենք, այլ այս անգամ որոշել են որ անձամբ ժողովրդի հետ չփեն։ Կոնկրետ հարց, պատասխան, խնդիր, խնդրեմ, բոլորը գիտենք, սկզբունքներ, մոտեցումներ, լուծումներ ունենք։ Հյուսիսից հարավ բոլոր բնակավայրերում խնդիրները գրեթե նույնն են՝ հնամաշ տեխնիկա, անմշակ հողեր, ոռոգման ջուր, բերքի իրացում ու ոչ միայն։ Վարելու գործիքները մաշած են։ չկա, այո։ Սալարկեն ելել է 12000 դրամ, գյուղացին չի կրա վարեց հանը, պարդանույթը 12000։ Պետք է որ մեր ժողովրդին քիչ ուշադրություն եղնի։ Նոր մեխանիզացիա պետք է բերվի բոլոր 10 մարզերի համար, ոչ թե հին տրակտորներից արդեն գիտությունը զարգացել է, ավելի մեծ հզոր տեխնիկաներ բերեն, որ ավելի հողը խորը փորեն, ավելի արդյունավետ լինի, որ կարան մթերման կայաններ դնեն։ Սերմը ամեն 2 տարին մեկ նոր պետք է բերեն էլիտար սորտի սեն։ Սերմնաբուծարանները պետք է գործեն, որ իրանք բերեն քիչ, ասենք ստանան ավելի էժան ժողովրդին տան։ Գյուղի բնակիչը բերք ու բարիք ստեղծող է։ Պետք է ստեղծի իր տունն էլ բարեկեցիկ, պայ ուրախ, ոչ թե մտքերի մեջ վարկս ոնց փակեմ, հողս ոնց մշակեմ, կամ ծնողից ոնց տանեմ բժիշկի փող չկա։ Էդ ասա, բայց սա լուծում ունեն, չէ։ Խնդիրների լուծման բանալին ձեր ձեռքում է, ասում է Գագիկ Ծառուկյանը, հորդորում անպայման մասնակցել առաջիկա ընտրությանը, միասին որոշել, ով կարող է ստանձնել պատասխանատվությունը։ Ճիշտ ընտրություն կատարեք, չեմ ասում ինձ տվեք ձեր։ Այլ ձեր հոգու խղճի առաջ, ձեր տեսածի առաջ, իրար քննարկեք գնացեք նանել ձեն տվեք։ Չլինի որ չմասնակցեք, բոլորդ էլ մասնակցեք։ Ձեր ձայները շատ կարևոր են։ Կներես Ծառուկյան ջան։
Ուզեք որ դուք լինեք վարչապետը։ Եղբայր հնարությունը տվեք, ես կլնեմ, ով կլինի այդ մեր ապագայի վարչապետը, ես ասեմ ինչ որ ասում եմ, դες բոլորի ներկայացը։ Օրորի դա բոլորս գալու են։ Ուղղությունը լինելու է սա զարգացում, ժողովրդի հանդեպ ուշադրություն վերաբերում։ Դա վայել չի, դա չարչարանք է։ Բայց իհարկե գնահատական պատմության մեջ ձեռագիր տողել, որ այդ մարդը եկա, փոխեց, կազմակերպեց, հնարավորություն տվեց։ Մեղրաշենցիները եւս քաղաքական հարցեր ունեն։ Ուզում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանը լինի։ Այնքի դուք ձեր տեխնազությունը չեք դնում։ Չեմ դնում, Հոբարձյան, որ չասեն ժողովուրդ ջան, այս Ծառուկյանը հիմա էլ ուզում է վարչապետ ընտրվի, ավելի շատ ունենա, դրա համար եկելա գյուղ։ Այսօր է ժողովուրդն էլ հավաքվել է, այդ նույն ցանկությունը էս ամբողջ մեր ժողովրդին է։ Ուրեմն անմիջապես ասում եմ իմացեք, տվեք, պահանջեք։ Այս տեսնելով ձեր այդ վերաբերմունքը, այս խեղճությունը մտքերի մեջ սիրտս ցավում է։ Գիշեր ցերեկ կանենք, հավատա։ Կբերեմ, կհրավիրեմ, կկազմակերպեմ, կապերն էլ ունեմ, հնարավորությունն էլ ունեմ, սկզբունքն էլ կա, մոտեցումն էլ կա։ Ինչ ավիրված բան վերցել եմ, սարքել եմ, զարգացել եմ, ծաղկացել եմ, դա ոչ թե ինձնից է կախված եղել։ Ճիշտ կառավարումից, որ ճիշտ մարդկանց պետք է գործի դնես։ Բնակիչները երախտագիտություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին, փրկչի աշխարհում ամենաբարձր արձանը Հայաստանում կառուցելու համար, համազգային նախաձեռնության մասնակիցը դառնալու ցանկություն հայտնում։ Պարոն Ծառուկյան, ձեր արած աշխատանքները տեսել ենք, գնահատում են, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, դուք աստվածահաճո աշխատանքներ, գործողություններ եք կատարում, ասու կամոք ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ ձեզ։ Ժողովուրդ ջան, մենք քրիստոնյա ազգ ենք։ Իրոք առանց հավատքի մենք ոչ մի բանի չենք կարող հասնենք։ Այսօր էլ Աստծոց, որ այդ ցանկությունը իմ մեջ մտել է, որ Քրիստոսի արձանը կառուցեմ։ Խնդրեմ, համեցեք, եկեք, ընդեք կդիմավորեն, կբարձանաք, մի հատ քարել դուք կդնեք։ Ծառուկյան ընտանիքի միտքն է, ֆինանսավորն է, բայց կառուցողը ժողովուրդն է։ Ու այս վերաբերմունքը տեսնելով ժողովրդի ավելի պարտավորված զգում, ավելի շատ պետք է անեմ։ Մեղրաշենում Գագիկ Ծառուկյանը այցելում է 1828 թվականին կառուցված եկեղեցի, որը նորոգման ու բարեկարգման կարիք ունի։ Կուզեմ ես եկեղեցին խազստավ։ Հանդիպման ավարտին գյուղի փոքրիկները Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկարվում են։ Facebook կենտրոնով էլ կնայես։ Ժողովուրդ ջան, ստեսու ձեզ։ Գագիկ Ծառուկյանը չնախատեսված կանգառ է կատարում Երևան-Գյումրի միջպետական ճանապարհին։ Այստեղ նրան Բենյամին գյուղի բնակիչներն են կանգնեցնում, ցանկանում են, որ ԲՀԿ ղեկավարը իրենց էլ լուրընկալվի։ Մարդիկ սպասում են անձրևի տակ, գնում եմ այնտեղ։ Շատ բարի։ Շատ զգացված եմ, շնորհակալ եմ։ Ամեն ինչ։ Ձեզ հետ գործեի, մեր սա բոլորի գործերին հաջողություն։ Ձեր ցավը շնորհակալ եմ։ ԲՀԿ ղեկավարի հաջորդ կանգառը Ազատանն է։ Այստեղ եւս ընդունելությունը ջերմ է, ավանդական աղու հացով, զուռնադհոլով։ Մինչև հարց ու պատասխանը հարգանքի տուրքն է հանուն հայրենիքի նահատակված տղաների հիշատակին։ Ազատանցիներին մտահոգող հարցերը հիմնականում երկրի անվտանգությանն են վերաբերում։ Ուզում եմ, որ իրենց երեխաները խաղաղ երկրում մեծանան, որպեսզի պատերազմի դուռը վերջնականապես փակենք, մեզ երաշխավորված խաղաղություն է պետք, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Ինչ հարցեր ունեք։ Մեր հայրենիքի մասին, որ մեր հայրենիքը միշտ զգալ ինքը Ես վիճակի մեջ որ հանգիստ խաղաղ քննում ելնում է։ Այո, այսօր անհրաժեշտ է առաջնային խաղաղություն։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած, որ ոչ թե երկու կիր այդ պայմանավորվել են, վաղը մի հատ պահանջ չկատարես, պետք է ասեմ պատերազմա լինելու ժողովուրդ, ուրեմն հարցը լուծենք պատերազմ չլինի։ Դա խաղաղություն չի։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած, դա կլինի Չինաստանը, դա կլինի ասենք Ռուսաստանը, Ամերիկան, որ հզոր պետություններով նրանք երաշխավորում են, որ
պատերազմի դուռը փակենք, որ ստորագրություն տան, իրենք մեր կողքին կանգնած են, դա արդեն կլինի երաշխավորած խաղաղություն, դռները մենք կփակենք պատերազմի դեմ եւ ամեն մարդ իր գործով, իր տնով կմտածի աշխատել, զարգացնել, կառուցել իր ընտանիքը բարեկեցիկ պահելու համար։ Գերությունից վերադարձած Ազատամցուն մտահոգում է բախտակիցների ճակատագիրը։ Շնորհակալություն եմ ուզում աջակցել ծնողներիս օգնության համար, ես գերեմեղե պատերազմի մասնակից։ Երբ որ գերիները վերադարձան, հիմա դիկմարտիկ ունեն խնդիրներ, թե բանկերի հետ կապված, թե ֆինանսականը, թե առողջականը, ինչ է լինելու վերջը։ Այսօր հիմնական այո, այսքան գերիներ կան, 15000 վիրավոր կա, այսքան կորած կան, որ բոլորի ծնողներն էլ տունը կամ հաշմանդամը որնան աջակցությունապետ, թոշակապետ, ինչ որ առողջապահության խնդիր, այդ բոլորը մարդը գնացել է պետության համար, իր անձնականի համար չի գնացել։ Ասում են խաղաղություն։ Եթե մեր գերիները ընդեղ են դեռ, նախագահները ընդեղ են, ոնց կարա խաղաղություն լինի։ Հայ-թուրքական սահմանի հնարավոր վերաբացման մասին հարցը եւս չի շրջանցվում, ինչ է անհրաժեշտ, որպեսզի գյուղացին ու տեղական արտադրողը դիմակայեն մրցակցությանն ու պաշտպանված լինեն պետության կողմից։ Հիմա ասում են Թուրքիայի ճանապարհը բացենք։ Ինչ կարծեք, պարոն Զարգան։ Ասում շատ լավ կարծիք ենք, բացենք, իհարկե բացենք։ Բայց մինչև բացելը ժողովուրդ, մենք պետք է նայենք արդյունաբերության նախարարը, գյուղատնտեսության նախարարը, մենք ինչ ունենք, ինչ կարանք մրցակցության մեջ մտնենք։ Եթե նրանք մտան, եղածնել փակվավ, եղածնել առան, Ահա նույն Արցախի պատմությունն անելու։ Պետք է թողենք գնանք ժողովուրդ։ Աշխարհում չկա այդպես երկիր, որ ծեր առաջ դռները չբացե։ Մեզ ինչ պետք է Թուրքիան ու Ադրբեջանը։ Պետք է։ Մենք պետք է լինենք կամուրջի դերում, որ ամբողջ աշխարհի հետ կապ ունենք։ Ոչ մեկի հետ վատ պետք է չլինենք։ Գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Հիմա եթե Ադրբեջանի Թուրքիայի ճանապարհը բացեցին, դու այսօր քո հետ եղածով կարաս ինձ դեմ պայքարես։ Չէ։ Որտեղ մեր մոտ թանկ է, ճիշտ է թե ոչ։ Սիլիտրեն թանկ է, սալարգեն թանկ է։ Ճիշտ է թե ոչ։ Դրա համար մենք պետք է նախապատրաստվենք, գոնե ժամանակ է պետք, որ քո մոտ էլ էժան լինի, որ սորտերը լավը լինի, դոտացիա տան, սիլիտրեն ձերի ենք տալի, սալարկեն ձերի ենք տալի, որ դու կարողանաս մրցակից լինես, կարողանաս հզորանաս։ Այսօր մենք իրանցից 5% ինչ որ եկամուտ ունենանք, իրանք 95 կունենան։ Իրանքը մեզ պես հայտ է, սերագություն տեսած չեն ճիշտ մարկային։ Թուրքը մնագը թուրք։ Եղբայրան, ես դա ասել եմ, մեր թշնամին չի կարող մեզ բարեկամ լինել, կամեցող լինել։ Նա միշտ պետք է ուզենա մեզ ճնշի։ Մենք կարանք համագործակցենք, բայց հիմնական խնդիրը մենք պետք է ունենանք ուժեղ դաշնակիցներ։ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ծրագրերի մասին այստեղ եւս քաջատեղյակ են։ Բնակիչներից մեկը Ղարթախչիի Սուրբ Հովանես մատուռի մասին է խոսում։ Բարսունքի վրա գտնվող հայտնի ուխտավայրի առաջին ու ամենամեծ խաչը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել։ Նրա շնորհիվ է, որ մատուռն այսօր տասնյակ հազարավոր ուխտավորներ է ընդունում։ Սուրբ Հովանեսը առաջինը դուք եք։ Որ այսօր սաղ աշխարհից գալիս են, ցանկացած օր գնաս, ավելի շատ մարդ հանդե գնում կասնե իշմացին։ Մարդիկ հույսով հավատով գնում են եւ կարող հզոր եկեղեցի է։ Ինչ նպատակ պահում ես, գնում ես իրականությունա դառնում։ Որ ես գնացել եմ այն ժամանակ խաչքարել չի եղել։ Խաչքարը դրել եմ առաջի տղուս ծնվելուց։ Հետո երկրորդ եմ դրել։ Հիմա 5000-ից ավել խաչքար կա։ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումը Կամո գյուղի բնակիչների հետ է։ ԲՀԿ ղեկավարն այստեղ է բնակիչների խնդրանքով։ Ուրախ ենք, որ եկել եք մեր գյուղ, մենք շատ գոհ շնորհակալ ենք, որ նորմալ ենք, թազակազը դուք եք քաշել ենք տեղագենք բոլորս էլ ու ունենք ռոռոկման դաշտակների շատ խնդիրներ։ Կոմունիստների ժամանակվանից ինչ որ դրել են, պես էլ կա, սա տալվել է, ճարտել է, Անտարես գյուղներ եկել ենք ժողովրդի խնդրանքով, իրանք են ցանկություն հայտնել, բնակիչները ցանկություն հայտնեցին, որ անպայման այցելեք, ես էլ բնակիչներին առաջ գնալով ցեզի խնդրեցի։ Ես մեծ ուրախությամբ, Ժորժ ջան, ես սովորական աշխատող ընտանիքից եմ։ Այս երկում ծնվել եմ, այս երկում մեծացել, այս երկում կայացել եմ, միշտ ցանկացել եմ օգտակար լինեմ, աջակից լինեմ։ Իմ ուզածը, որ սա լավ ապրեն, ժողովուրդ։ Այսօր հիմնական խնդիրը տես բոլոր տեղերը տրակտոր, սերմ, սառնարան,
ջուր, նենց է սկզբունքը, ոնց որ սա քանդվի ավիճվի։ Պետք է լիարժեք տիրություն արող լինի։ Մենք այդ ծրագիրը ունենք, սա գյուղերով մեկ, ոչ թե մենք ենք կաբինետում դրեք գրե։ Այդ գյուղացիների սա գյուղերի խնդիրը նույնն է։ Բոլոր լուծումները կան։ Պայման ստեղծի, մարդուն հնարավորություն տուր, առավոտ իրիկուն աշխատի, շահույթստանը համին իր տունը պայ, ամեն իր երեխեքին պայ։ Գյուղնախարարությունը փակելուց եւ այլ ոլորտների հետ միավորելուց հետո գյուղացին իր խնդիրների հետ միայնակ է մնացել։ Սպառիչ պատասխաններ լսելու ակնկալիքով դրանք Գագիկ Ծառուկյանին են ներկայացնում։ Եթե գյուղնախարարություն չկա, մի հատ իմ հարցին պատասխանեք։ Ո՞ւմ է դիմելու։ Դրա համար էլ կուզենք որ մեր վարչապետը դուք լիքնեք ու կառավարեք։ Մարդ չկա դիմենք Ծառուկյան ջան։ Ձեր նման Սողոմոն։ Սողոմոն ջան, ուժեղ անուն ես, լսի։ Շատ ուժեղ անում, Սողոմոն Թելեյան։ Աբրիս Մարդիկ վրդովված են, ասում են տրված խոստումները չեն կատարվել, սպասելիքները չեն արդարացվել։ Զայրույթն այնքան մեծ է, որ երբեմն առանց վիրավորանքի խոսել չեն կարողանում։ Գագիկ Ծառուկյանը դա անթույլատրելի է համարում։ Մեկը մեկին վիրավորել չի կարելի։ Պետք է մարդը Բայց դերը վիրավոր է։ Ընդունում եմ քեզ, ինձ հարգելով չի կարելի։ Թշնամի չենք, այ ենք։ Իրար հետ բարիշեք։ Ես իմ թիմակիցներն եմ ասել, ոչ մեկին չվիրավորեք։ Իրանց ցավը տանեմ։ Մասնակցում են թող ներկայացնեն։ Ինչ են ուզում, ինչ են արել։ Մենք էլ մերն ենք ներկայացնում։ Ժողովուրդում կցանկանա, ժողովուրդը թող նրան էլ ընտրի։ Չընտրելեք ձեր Ծառուկյանն եմ, ժողովուրդ ջան, ցանկացած հարցով պատրաստ եմ օգտակար լինել։ Խնդիրներն այնքան շատ են, որ չգիտեմ, որ մեկը թվարկեն։ Որակյալ սերմնացուի բացակայությունից մինչև բերքի իրացման խնդիր։ Գյուղացին ամբողջ տարին չարչարվում է, վերջում կոտրած տաշտակի առաջ կանգնում։ Բարով հազար բարիք եք, շատ հաճելի է, մենք հետևում ենք ձեր գյուղական բնակավայրի Հայաստանի ժողովրդի հետ շփումից, որ դուք այնպես բաներ կառաջարկեք, որ բոլոր գյուղացուն ընդունելի է։ Այս տարածաշրջանը մենք ցանում ենք կարտոշկա, գազար, այդ սեղանի չագնդեղ, միջև օրս հələ պայեսներում կա, ու իրան ինքնարժեքը չի փայգե իրա ծախսի։ Ինքնարժեքը առաջինը ձերը չի բավարարում, որտեվ այս վերջի 20 տարում նորմալ սերմ չի եկել։ Որ դու քու կարտոշկան ցանես, հեկտարից 50-60 տոննա կարտոշկա հավաքես, որ այն 10 տոննան քու ծախսերը հոգա, այն մնացածը քու շահոթի լինի։ Դրա համար պետք է 3 տարին մեկ նոր էլիտար սորտի սերմ բերեն, որը մեր կլիմայական պայմաններին ընդունելի է, գույնը նորմալ լինի, վաճառքը նորմալ լինի, ոչ թե դրա մեջ գումար աշխատեն, այդ ժողովրդին ձեռ մեկնեն, որ մարդը ցանի շահույթ ստանա։ Այդ սերմացուի նորացման համար կրգնագի գումար է պետք որ թազա սերմացում գիտենք որ այսօր ինչ գնային է։ Նորմալ գյուղնախարարությունը հա ես այդ կընտունեմ, բոլորը զարգացնես, ծաղկացնես եւ իհարկե սառնարաններ կառուցեն, որ կարողանան մթերեն, մեկին 5 փողերդ կառնես։ Կազմակերպված ճիշտ, փոքր չափսի սկզբնական դիր 1000 տոննայի չափսով։ Լավ կլինի, սարքի 5000, սանգի 10000։ Տարբեր շրջաններում պետք է կազմակերպվի, պետք է զարգացվի։ Գագիկ Ծառուկյանի հետ ջերմ զրույցը սեղանի շուրջ շարունակելու համար գյուղացիներից մեկը նրան տուն է հրավիրում։ Չնայած գերհագեցած գրաֆիկին, խնդրանքը չի մերժում։ Ուրախ ենք որ եկել եք մեր համայնքը հրավիրենք ձեզ մեր տուն։ Ախպեր, սպասում են, ձեր ցավը 500 մենք էլ ենք սպասել։ Մեր խաթը 500-ն ինչ է։ Բաղջիկն է, գեղեցկուի։ Ջերմ ու հյուրընկալ ընտանիքում սեղանի շուրջ բարեմաղթանքներ են։ Մեր ոտը խերով լինի։ Խերով։ Իմացեք, որ ձեզնից մեկը ես եմ։ Ոչ մեկին ոչի բանով չես կարա զարմացնես։ Մարդկային վերաբերմունք, ջերմություն, ուշադրություն։ Ուրիշ ոչ մի բան։ Թող իմ ոտը կոնտանիքում խերով լինի, միշտ ուրախ առիթներով հանդիպենք։ Կնունք, ծնունդ, հարցանք, ձեր ծավալները։ Գնացեք ստեղ։ Ծառուկյանի նման մարդուն այո պետք է ձեռքերի վրա փայել գյուղացում ոչ մի կառավարություն հլսկան բան չէր որ ինչ որ ինքներ է ինքը գործի մարդ է մարդը ստեղծել է արարել է ամեն ինչ այսօրվա դեպքում պարոն Ծառուկյանը այդ երկրներում հարգանք կվայել է դիք արժանիք է որն որ ամեն մարդ չի կրա այդ ամեն ինչին հասնի շատ ենք սիրում որովհետև ինքը իսկական հայ է եւ ուզում ենք ինքը լինի մեծ վարչապետ շատ խելացի ազգասեր ժողովրդի նվիրված մարդ է ազգային մեծ բարեգործ է Քրիստոսի արձանը ամբողջ աշխարհը սևեռում է Հայաստանի վրա եւ ոչ միայն որպես քրիստոնյա, այլ հայ ազգի արժանինքներն է վերհանում։ Այդ մարդը հենց առաջի տեսած զորվանց իմ հոգուս մեջ որ մտածել են որպես մարդ։ Ես ուրիշ մարդու չեմ տեսնել որ իրաչափ կրնա
տղամարդ եղնի, իր ասած խոսքի տերն եղնի։ Այսպես հզոր մարդ ունենք, ինչ կնանք ուրիշի վրա իսկ տնենք այս մարդուն թողնած։ Ես որ առաջի հանդիպումների մոտ Ծառուկյանի հետ շատ ուրախ եմ, որ իրապես հզոր մարդու կողքի էի կանգնած, շատ հբարտ եմ։ Այսօր մարդիկ կարող են մի փոքր չնչին բանից էլ ուրախանան, բայց նա ոչ թե մի փոքր չնչին բաներով է օգնում, այլ մեծ բաներով է օգնում։ Երկրի առաջնորդը առաջներ ցիկ պետք է եղնի, ամուր պետք է եղնի, պարոն Ծառուկյանի պես ուժեղ ղեկավար է պետք։ Շիրակի մարզ կատարած այցի վերջին կանգառը մշտապես Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում գտնվող Գյումրին է։ ԲՀԿ ղեկավարին այստեղ հավաքված մարդիկ մեծ խանդավառությամբ են դիմավորում։ Շնորհակալ ենք պարոն Ծառուկյան, որ այսօր եկել եք Շիրակի մարզ, Գյումրի քաղաք ու ուրախ ենք ձեզի կրկին Գյումրիում տեսնելու։ Գյումրիում դուք միշտ պահանջված եք եղել, պահանջված հյուր եք եղել, որպես բարերար, որպես ղեկավար, որպես կուսակցության առաջնորդ, այսօր ուրախ ենք ձեզ Գյումրիում դիմավորելու, ընդունելու։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար եւ նշում, որ գյումրեցիների հանդեպ առանձնակի ակնածանք է զգում։ Արվեստի ու արհեստների քաղաք Գյումրին պետք է վերածնվի, նորից բռնի զարգացման ուղին, իսկ հյուրընկալ ու հպարտ գյումրեցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով։ Արգելի, սիրելի գյումրեցիներ, առաջին հերթին իսրտել ձեր բոլորին ողջունում եմ։ Դուք բոլորդ գիտեք, որ ես յուրահատուկ հարգանք ու սեր ունեմ գյումրացու հանդեպ, ես ոչ մի բան չեմ մոռացել։ Իմ գործերը ես Գյումրիից եմ սկսել եւ իրոք շփվելով, տեսնելով այն երուզեր, այն աշխուժությունը, ինչ ուզեր Գյումրիում կար, որտեղ մտնեիր ժպիտ կար, փայլ կար, եթե Երևանում չկար, գայր Գյումրի կար։ Իմ ուզածն ու իմ ցանկությունը արգելի գյումրեցիներ, որ պետք է նույնը վերականգնվի։ Մենք հիմա կազմել ենք 7 խոշոր ծրագիր եւ իմ թիմակիցներն էլ ավելացրել են։ Մյուս իմ այցի ժամանակ ես կներկայացնեմ, որ պետք է այդ խոշոր ծրագրերը իրականություն դառնա, որ աշխուժություն լինի, շարժ լինի, գնան զարգանա։ Գյումրեցիներ ասեմ, այս վիճակով իմ սրտով չի։ Պետք է կարողանանք այդ ծրագրերը իրականացնենք, կյանքի կոչենք, հնարավորություն ձեռնենք, որ այն աշխուժությունն ու հյուրասիրությունը գյումրեցիների մոտ դա վերականգնվի։ Աննարին ոչինչ չկա։ Հավատացեք, մյուս անգամ արդեն ծրագիրը կետ առ կետ կներկայացնենք, որ պետք է միայն ոչ թե Գյումրի գյումրեցիներով, այլ պետական խոշոր 2-3 ծրագիր պետք է իրականանա, որ բոլորն էլ համ զբաղմունք ունենան, համ գործ ունենան։ Մեծ այցին որ գան, իրոք բեմից բոլոր կետերը կացեն եւ այդ 2 խոշոր ներդրումային ծրագրի մասել ցես կացեն։ Այնուհետև Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության մարզային նոր գրասենյակի բացմանը։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո ԲՀԿ ղեկավարը շնորհավորում է թիմակիցներին ու համակիրներին, ընդգծում միասնական ջանքերով կյանքի են կոչելու իրենց բոլոր ծրագրերը։ Կարևորը հավատն է, փոխադարձ վստահությունը, որն ամուր հիմքերի վրա է։ Աստված պահպան մեր երկրին, մեր ժողովրդին։ Կարևորը հույսով, հավատով, մեկ էլ Գրիգորյան կազմակերպի գյումրեցիներից ով ցանկանա, որ գաք Հիսուսի արձանի շինարարությունը մասնակցեք, ձեզ մի հատ էլ հավաստագիր կտան, որ ձեր թորներին ցույց տաք, որ այդ կառույցին մասնակցեք։ Գնացին ժողովուրդ ջան։ Բարև։ Այնուհետև համակիրների ուղեկցությամբ շրջայցն է Գյումրիի պատմական փողոցներով։ Քաղաք, որտեղ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացված ծրագրերը բազմաթիվ են, խոշորամասշտաբ, իսկ միմյանց հանդեպ ջերմությունը փոխադարձ է։ Այդ են վկայում ԲՀԿ ղեկավարին ուղղված բարեմաղթանքներն ու երախտագիտության խոսքերը։ Բարև ձեզ պարոն Ծառուկյան ջան, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր քաղաքում։ Շատ շնորհակալ ենք, որ միշտ երիտասարդների կողքին եք, մեր քաղաքի կողքին եք։ Մենք էլ ձեր կողքին ենք։ Շնորհակալ եմ, ապրեք, մենք այսօր շատ լավ երիտասարդություն ենք, ուսանողություն ենք, միշտ ձեր կողքին եղել եմ, հիմա առավել ևս։ Իմացեք ամեն ինչով պատրաստ եմ։ Լավ եղեք։ Ամեն ինչ լավ է լինելու։ Տելևիզորով դիտեցիք, բարև ձեզ։ Բարև։ Արի կարի։
Բագրատունյաց այգում Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող վերածնունդ հուշարձանի մոտ։ Քայլերթը շարունակվում է դեպի Վարդանանց հրապարակ։ Մեծ է ոգևորությունը յուրաքանչյուր քայլափոխի։ Գյումրեցիները մոտենում են Գագիկ Ծառուկյանին, ողջունում, լուսանկարվում, խորհրդանշական նվերներ փոխանցում։ Հետևեք կերել է հեղինակի կողմից, անունը չի նշել։ Շնորհակալ եմ, զգացված եմ, անպայման շնորհակալություն այդ։ Ուրախ ենք ձեզ տեսնել Գյումրիում եւ լիահույս ենք, որ այսուհետ լիարժեք կյանքով է ապրելու գյումրեցին եւ հայ ազգը։ Իսկ հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանը մեկ անգամ եւս փաստում է, որ հայը Աստված ընտրյալ է եւ առաջի քրիստոնյա ազգը աշխարհում։ Շնորհակալ ենք։ Մենք տեղյակ ենք, որ երեկոյանից արդեն կամավորական հայցերը հատիսի գագաթ սկսվել է Հիսուսի արձանի հետ կապված։ Մենք գյումրեցի երիտասարդներս էլ ու ոչ միայն շատ ցանկանում ենք կամավորական հայցով ներկա գտնվենք այդ պատրաստական աշխատանքներին։ Լիանագրի օրը կասի կգաք, կազմակերպենք կբարձրանանք։ Սիրով շատ շնորհակալ ենք։ Առաջնորդանի պատշգամբից Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ համակիրներին ողջունում է նաեւ տնային կալանքի մեջ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Սրբազան ջան, ազատություն քեզ Սրբազան։ Ուրախ ենք քեզ տեսնելու Սրբազան ջան։ Երթն ավարտվում է Գյումրու 7 վերք եկեղեցում, մոմավառությամբ ու աղոթքով։ Գագիկ Ծառուկյանը հրաժեշտ է տալիս գյումրեցիներին եւ խոստանում առաջիկա մեծ հանդիպմանը կետ առ կետ կներկայացնի Գյումրու զարգացման ու վերածննդի իրենց տեսլականը։ Գնահատում եմ 10+, որովհետեւ այնինչ արել է պարոն Ծառուկյանը մինչ այսօր եւ իհարկե անելու է մարդու կատի հետ եթե մտել է բարեգործությունը, այդ ցմա է, Աստված ասում է դու տուր որ ես էլ քեզ տամ։ Իսկ պարոն Ծառուկյանը միշտ տալիս է մեր ժողովրդին, մեր ազգին։ Առաջի ուշադրության կենտրոնը Գյումրին է եղել, անօթևան երեխաներին, ծնող կորսրած երեխաներին միշտ առաջի ուշադրությունն են դարձրել, միշտ իրենց աջակցությունն եղել է։ Պարոն Ծառուկյանը այն կարող ուժերից մեկն է, ով կարող է մեր երկիրը, մեր ընկած ինքնասիրությունը, այսպես ասած, վեր բարձրացնել, պետք է ոտքի կանգնենք եւ նորից մեր հեղինակությունը, մեր երկրի հզորությունը վերականգնենք։ Եվ որպես առաջնորդ տեսնում ենք պարոն Ծառուկյանին։ Ես ընդունում եմ այն մարդկանց, ովքեր աշխատատեղ են ստեղծում, այսինքն եթե ես ունեմ եւ գիտեմ այդ հնարավորությունը ունենալու եւ նաեւ ուզում եմ որ կողքինս էլ լավ ապրի եւ դրան նպաստում եմ, այսինքն այդ մարդուն կարելի է վստահել եւ հետը համարձակ քայլել։ Հաջողակ է ինքը շատ ու լավ մարդ։ Ես իրեն շատ սիրում եմ։ Գյումրը ադատով եմ։ Իսկական տղամարդ տղա է, հասնող է, մարդկանց բարձր ծնոն է։ Նման մարդկանց արժեք իմանանք։ Գազམ་ակերպչական ճյուղունի ուժեղին քարք է։ Շնորհալին պարկիվադրեգը ինքան լավ գծեր կա իր մոտ որ մեկս եմ գայդովը քիչ է սատ ցավը տանեմ կադարյալ մարդ է կադարյալ մնացել եմ մենք մեր շնորհքը ցույց տանք մեր թացիպը ցույց տանք Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան